Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր Արցախի Հանրապետության ազգային ժողովի Արդարություն խմբակցության падգամավոր Մետաքսե Հակոբյանն է։ Բարև ձեզ Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Հակոբյան, ես հենց նոր պատերազմի կոչ արեցի, քանի որ ոչ միայն Արցախի Հանրապետություն ձևակերպումը օգտագործեցի, այլև ձեզ ներկայացրեցի որպես այդ հանրապետության ազգային ժողովի падգամավոր, իսկ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը գիտենք այս հարցում, վերջերս մեզ տեղեկացրեցին։ Իրականում դուք ոչ թե պատերազմի կոչ արեցիք, այլ հայրենիքը գնահատող, հայրենիքը սիրող մարդու կեցվածք ընդունեցիք, որովհետև ուրանալ հայրենիքի այն հատվածը, որի համար մենք 30 տարի շարունակ քաջորդիներ են զոհվել ու իրենց արյունով իրականում պաշտպանել, ոչ թե փրկել են իրենց կյանքերը հող ու հայրենիք տալով, ինչպես անում են այս իշխանությունները, այլ արել են հակառակը։ Չեն զոհվել նրա համար, որ լավ ապրենք այսօր մենք։ Այո, միանշանակ ու մեծ փորեր ունենանք ու վերանելիքը լցրած սնվենք, իրենք արել են, որ մենք հայրենիք ունենանք եւ հետեւաբար ամեն անգամ Արցախ ասելիս դա հարգանքի տուրք է նաեւ մեր քաջորդիներին, իսկ հակառակը արգելելու դեպքում կամ խուսափելու խոսել հայրենիքի մեր օկուպացված հատվածից նշանակում է ուրանալ հենց մեր քաջորդիների արածը եւ այն հերոսությունների շարքը, որ 30 տարի շարունակ տեղի է ունեցել։ Ինչ վերաբերում է իշխանությունների կեցվածքին, ես կարծում եմ, որ մենք այլևս ոչ զարմանում ենք, ոչ զայրանում ենք, որովհետև իրենք ամեն օր արթնանում են ու հաստատում են իրենց հակահայ կեցվածքը, հաստատում են իրենց հակահայ քաղաքական գործընթացները, գործունեությունը եւ ամեն անգամ ուղղակի իրենց հավատարմության, այսպես ուղերձ են հղում նման կեցվածքով ու պահվածքով մեր թշնամի պետություններին։ Բայց սա էլ չի օգնում, որովհետև եթե սա օրինակ խաղաղությանը նպաստեր, ինչ որտեղ գուցե հասկանանք, բայց օրեր առաջ Ալիևը ասաց, որ ինքը հաճույք է ստանում, երբ օտարերկրյա լրագրողը այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ձևակերպումն է օգտագործում։ Դե գիտեք, մինչ իբրև թե խաղաղության գործընթացին գնալը առնվազն 2022-ից թե Ադրբեջանը, թե Թուրքիան Զանգեզուրի միջանցք եզրույթը օգտագործել է եւ պահանջը եղել է հենց այդ ուղղությամբ, այնպես որ որևէ բան չի փոխվել խաղաղության այդ կեղծ գործընթացից առաջ տեղի ունեցող իրադարձությունների, թե դրանից հետո տեղի ունեցող իրադարձությունների։ Այսինքն մենք պետք է մեր համար հստակ արձանագրենք, որ պատերազմը սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին եւ ավարտված չէ այդ պատերազմը։ Գիտեք, այդ կեղծ ֆեյք իրականությունը, հա, որը ներկայացնում են այս իշխանությունները, դա որևէ աղերս չունի իրականության հետ եւ այն իրականության, որը մենք ապրում ենք։ Գիտեք, ես ընդհանրապես խորհուրդ եմ տալիս, եթե իհարկե այս իշխանությունները կամ իրենց հարող այդ արբանյակները տեղյակ չեն, ուղղակի վերցնել քարտեզը ու նայել ու տեսնել Հայաստանի վիճակը, դիրքը քարտեզի վրա եւ նրա շուրջ տեղի ունեցող գործընթացները։ Եվ գիտեք, այդ ֆոնի վրա հնարավոր չէ հանգիստ, ազատ, այսպես շրջայցեր, դասական ինչ-որ քաղաքական գործընթացներ իրականացնել Հայաստանի Հանրապետությունում կամ ինչպես շատերին զայրացրեց, այդպես կարկանդակ եւ եգիպտացորեն կրծել։ Դրանք բնական է, որ էլի տեխնոլոգիաներն են, որոնք կիրառվում են։ Նույն են տեխնոլոգիաները, որը օրինակ Արցախի հայաթափման ժամանակ էր կիրառվում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հենց Հայաստանի Հանրապետությունում լայնաբերան ժպտացող ինչ-որ մի տիկին, որ այդպես էլ չհասկացանք ով էր, անընդհատ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողքին անհոգ վարչապետ իր կեցվածքով եւ անընդհատ հայտարարություն էր, որ որևէ խնդիր չկա, ամեն ինչ խաղաղ է։ Ձեզ էլ մեղադրում էին սմբուկ աճեցնել չկարողանալու մեջ եւ այդ իրենց խաղաղության ժամանակ հայտարարած էլի խաղաղ կեցվածքի ժամանակ իշխանությունների իրականում սպանվում էին հայ երեխաները Արցախի Հանրապետությունում։ Այսինքն մենք այս զուգահեռները, որ տանում ենք, ուղղակի հասկանում ենք, հա, որ մենք ունենք անկեղծ, ունենք ֆեյք իշխանություն, որոնք ես չեմ կարող ասել իրենք ֆեյք իրականության մեջ են թե ոչ, կարծում եմ ոչ, իրենք շատ լավ են պատկերացնում իրականությունը, բայց ստեղծում են այդ միֆերը եւ ունենք լրիվ այլ իրականություն, որ
եւ այն քաղաքական գործիչները հասարակության են ակտիվ հատվածը, ով այսօր քայլում է հողի վրա, շփվում է իրականում մարդկանց հետ, ոչ թե փակ դահլիճներում հանդիպումներ է անում կամ այսպես նախընտրական ինչ-որ քարոզարշավ է անում եւ դրանով փորձում է ուժ ցուցադրել, այլ հակառակը քայլում է փողոցներում, դա կլինի Երևանում թե մարզերում ու խոսում է մարդկանց հետ, շատ լավ պատկերացնում է, որ իրականությունը լրիվ այլ է, թե ներքին քաղաքականության մեջ, թե արտաքին քաղաքականության մեջ, կարող ենք ուղղակի արձանագրել, որ Հայաստանում անիշխանություն է, փաստացի իշխանություն գոյություն չունի եւ Հայաստանը վերջերս մոտ անընդհատ այն զգացումն է, որ նմանվել է մի փուչիկի, որը կապված չէ որևէ տեղ եւ քամին որ կողմ տանում է, այդ ուղղությամբ գնում է եւ Աստված մի արասե, որ որևէ խութի կամ ինչ-որ մի սուր բանի կհանդիպի ու կպայթի։ Հիմա ինձ մոտ կոնկրետ այդ զգացողությունը եւ կարծում եմ ովքեր սթափ են նայում եւ այս process-ների մեջ ուղակի այս հիստերիայի մեջ ներգրաված չեն, իրենք շատ լավ տեսնում են այդ իրականությունը։ Ոտքին Հակոբյան, մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ Նիկոլ Փաշինյանի ցուցումով Ցեղասպանության թանգարանի տնօրենը ազատվում է պաշտոնից միայն այն բանի համար, որ համարձակվում էր Միացյալ Նահանգների փոխնախագահին Արցախի մասին գիրք նվիրել, գուցե նաեւ Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի մասին պատմել, ինչը մեծ դժգոհություն կառաջացնել իշխանության շրջանում։ Եվ Նիկոլ Փաշինյանը սա սադրիչ արարք որակեց, նույն Փաշինյանը, ով 2019 թվականին Ստեփանակերտում բղավում էր Արցախը, Հայաստանը եւ վերջ։ Երբևէ կպատկերացնեիք, որ Հայաստանի ղեկավարից նման հայտարարություն կլսեիք անկախ անձից եւ ինչ գնահատական պետք է մեր հանրությունը տա այս արարքին։ Գիտեք, այդ երբևէ բառը ինձ համար մի քիչ տարօրինակ է հնչում, որովհետև 2018-ի առնվազն օգոստոսին ես արդեն պատկերացնում էի, այո, որ կա Հայաստանում մի ղեկավար, ով հանձնելու է Արցախը, ով վտանգելու է մեր բոլորի կյանքը, մեր բոլորի անվտանգությունը եւ մեր սերունդների հայրենիք, ընդհանրապես հայրենիք ունենալն է վտանգելու, այսինքն դա ինձ համար շատ հստակ է եղել եւ կարծում եմ որոշ թե Հայաստանի թե Արցախի որոշ մեր հայրենակիցների մոտ ցավոք սրտի քչերի մոտ է դա դեռևս այն ժամանակ պատկերացնելի ու հասկանալի եղել։ Խոճապ տարածելու մեջ ես հիշում եմ։ Այո, եւ հիմա էլ են շարունակում մեղադրել Արցախը հանձնելու ժամանակ էլ էին շարունակում, այնպես որ դա իրենց գործելավոճն է, ես նորից դրանից ոչ զարմանում, ոչ զայրանում եմ, այստեղ ամբողջ հարցը նրանումն է, որ Հայաստանի ղեկավարը ուղղակի հստակ ցուցադրություն արեց։ Տեսեք, մենք անընդհատ հայտնվում ենք իրենց օրակարգում, իրենք ինչ որ մի բան անում են, մենք սկսում ենք դա քննադատել, իրենք կանգնում ասում են, հա մենք արել ենք։ Եվ սա հստակ բռնապետի պահվածքի ցուցադրությունն է, եւ սա զգուշացում է բոլորին, հա։ Գիտեք, վերջերս ես մի ոչ բարձր, հա, պետական պաշտոնյայի հետ էի խոսում, միջին օղակների ու արցախցիների հետ կապված խնդիրների շուրջ ոչ թե քննարկում, այլ փորձում էի առաջարկներ անել եւ երբ բնականաբար այդ առաջարկները իրոք խելամիտ էին այնքանով, որովհետեւ դա մեր հանդիպումների ժամանակ հենց արցախցիներից հնչեցված հողի վրա ապրող արցախցիներից հնչեցված առաջարկներն էին, իրականություններ եւ որևէ հակափաստարկ չունենալով ստիպված պետական պաշտոնյան, որ իր տիրույթում էր նաեւ այդ հարցի լուծումը, ստիպված ինձ գիտեք ինչ պատասխան տվեց, որ լավ էլի ի վերջո դուք չգիտեք, որ այստեղ ցանկացած հարց մեկ անձ է լուծում, մեկ անձ է որոշում, որ ոլորտում որ դա կլինի սոցիալական, առողջապահական, չգիտեմ, տնտեսական, կրթական, բոլոր հատվածներում կա մեկ մարդ, որը որոշում է, որոշումներ է կայացնում, մնացած բոլորը այդ որոշումները ընդունում են ի գիտություն։ Կառավարությունը ես եմ։ Այո, եւ ինքը չի թաքցրել։ Գիտեք, երևի թե մեր ժողովուրդը տարիներ շարունակ տասնյակ տարիներ անդադ ասել է անկեղծ եղեք մեր հետ, մի խաբեք մեզ, հա, չնայած ես միշտ դեմ եմ եղել որպես սովորական հասարակության բնակավարում, այսպես ուսուցիչ, այնուհետև այլ պաշտոններ ունեցող մարդ, հակառակը ես դեմ եմ եղել, որ պիտի ղեկավարները ամբողջությամբ անկեղծ լինեն։ Ես ընտրել եմ, տվել եմ իմ անվտանգությունը այդ ղեկավարներին։ Մնացած իրենց գործն է, որ իրենք պարտավոր են դա ապահովել։ Հետևաբար իրենց ավելորդ անկեղծությունը ինձ երբևէ չի հետաքրքրել։
Նիկոլը եկավ եւ փոխեց այդ ամեն, այսինքն ինքը եղավ առավել անկեղծ եւ իր անկեղծությանը չհավատաց ժողովուրդը։ Այո, այդ մարդը ասեց, ես հանձնելու եմ Արցախը։ Ես գիտեի, որ պատերազմը պիտի լինի, ես պիտի ընտրեի պատերազմով հանձնել, թե ուղղակի հանձնել Արցախը, ես որոշեցի պատերազմով հանձնել եւ ես որոշեցի հազարավոր զոհեր տալ, ես։ Այսինքն ես մարդու մոտ այդ եսի շուրջ է ամեն ինչը կառուցում։ Իսկ ինչպես է կառուցվում, եսը պաշտպանելու շուրջ, իր ֆիզիկական անվտանգությունը, իր իշխանության անվտանգությունը ապահովելու շուրջ է ամեն բան կառուցվում։ Եվ եթե կարիքը կա, ինքը պիտի զոհի Արցախ, ինքը պիտի զոհի Հայաստան, ինքը պիտի զոհի իր թիմակիցներին, ինքը պիտի զոհի ժողովրդի ինչ-որ մի հատվածի, եւ տեսեք, այս ամենը ինքը արել է։ Եվ ինչու պիտի այս պարագայում, օրինակ, այս իշխանությունների օրոք թանգարանի տնօրենի հետ տեղի ունեցածը մեզ զարմացներ, ինչ որ ավելորդ անգամ նույնիսկ զայրացներ, ոչ սա օրինաչափ է, այսպես է լինում, այսպիսի ղեկավար ունեցող երկրում, որտեղ չպիտի լինեն, այս մարդը իր անձնական ռազմավարությունը չի թաքցրել, իր անձնական տեսլականը նպատակները, իղձերը, երազանքները չի թաքցնում։ Այդ մարդը սիրում է ուտել, այդ մարդը փող շատ է սիրում։ Այդ մարդը սիրում է ցոփ, շվայտ կյանք, այդ մարդը կոմպլեքսների կծիկ է եւ հիմա իրեն լրիվ այդ առիթը տրվել է ազատվելու այդ կոմպլեքսներից եւ ինքը անում է, այլևս կոմպլեքս չունի։ Միակ խնդիրը, որ ինքը ունի, դա իր անվտանգությունը, իր ցոփ, շվայտ ապրելու երաշխիքները ունենալն է եւ ինքը այդ երաշխիքների հետևից վազելու է Ադրբեջանի հետևից, վազելու է Թուրքիայի հետևից, վազում է, այսինքն արդեն 8 տարի շարունակ վազում է եւ դա գնալով ավելի ակնհայտ է դարձնելու եւ պարտադրելու է, ինչը եւ անում է արդեն իսկ վազել Ադրբեջանի հետևից, Թուրքիայի հետևից, հավաքական արևմուտքի հետևից նաեւ հայ ժողովրդին։ Հիմա ինքը դա անում է, ինքը դա պարտադրում է, որ այո, Ղարաբաղյան շարժման էջը փակված է եւ մարդիկ պետք է գնահատական տան այս ամեն ինչին։ Այո, եւ այդ գնահատականը պիտի տան այնպիսի գնահատական, որը ինքն է ասում։ Իսկ եթե դու այլ գնահատական ունես կամ այլ կարծիք ունես, կամ ընդհանրապես փորձել ես ցույց տալ, որ դու քո արմատներից ուղակի չես կարող, չես ուզում կտրվել, ինքը քեզ ոչնչացնելու է ցանկացած հնարավոր միջոցներով։ Մեկին աշխատանքից ազատելով, սոցիալական բեռի տակ դնելով, մյուսին կալանավորելով, այն մեկին այսպես հոխորտալով կամ նայած, որ մեկի վրա ինչպես որ ազդելու է, ինքը այդ բոլոր ամբողջ գործիքակազմը օգտագործելու է եւ անելու է եւ ինքը կանգ չի առնելու, քանի դեռ այո ինքը կարողանում է բաժանել եւ տիրել։ Քանի որ ասում են ընտրություններով մեր ժողովուրդը պետք է իր գնահատականը տա շարժման էջը փակված համարում է, թե չէ։ Եթե ինչ որ ճանապարհով Փաշինյանին հաջողվի վերարտադրվել ու պահպանել իր իշխանությունը, դա նշանակելու է, որ մեր ժողովուրդը Արցախի էջը փակված է համարում։ Գիտեք, այսպես տեսականորեն այո, որովհետեւ 8 տարի շարունակ մենք լսում ենք, որ Նիկոլը ասում է, որ ժողովուրդը ես եմ, մեջ բերեմ, եւ ամենալավը ժողովրդին ճանաչում է ինքը։ Գիտեք, այս արտահայտությունները բնականաբար հզոր մանիպուլյացիա են, որովհետեւ ժողովրդից յուրաքանչյուր անձ լսելով սա մտածում է, որ միայն ինքն է տարբերվում այդ ամբողջ ժողովրդից եւ ամբողջ ժողովուրդը այս մարդու պես է մտածում։ Հետեւաբար ավելի լավ է ինքն էլ այդպես մտածի, միգուցե այդ շատերը ավելի ճիշտ է գիտեն, քան ինքը առանձին։ Սա ինքը մանիպուլյացիայի տեսակ է, որը ինքը բնականաբար կիրառում է։ Փաստացի ոչ այդպես չի։ Փաստացի այդպես չի, որովհետեւ վերջին ժամանակների հարցումները, համենայն դեպս հավատացեք 2023-ի տեղահանումից հետո հարցումները ավելի շատ էին հոգուտ Փաշինյանի տեսակետի, քան հիմա, որովհետև ժողովուրդը իրականում այո զգում է, որ Արցախի հանձնումից հետո նույնիսկ այն ժողովուրդը, ով սատարել է կամ նույնիսկ հիմա սատարում է, շատ հետաքրքիր են, չէ՞, սոցհարցումները, Արցախի հանձնումից հետո իրենց կյանքում ինչ որ մի բան է փոխվել, որը լավ տեղ չի տանում։ Դա նույնիսկ բնազդով են զգում, հա, եթե համապատասխան կրթական ցենզ մակարդակ չունեն հասկանալու ամբողջությամբ։
Արցախը տվեցինք, բայց հանգիստ չենք ապրում, հանգիստ չենք ապրում, այո, շատերը եւ հատկապես մեր ժողովրդի այն հատվածը, ով ապրում է այն մասերում, որտեղ իրականում այո, Արցախը իրենց համար վահան էր, պաշտպանում էր Արցախը իրենց եւ իրենք համենայն դեպս 3 տասնամյակ ադրբեջանցի զինվոր չէին տեսել, հիմա ադրբեջանցի զինվորի դրոշը մի քանի մետրի վրա է իրենցից։ Այսինքն իրենք դա շատ լավ շոշափելի հասկանում են եւ տարբեր տեսակ հարցերին, որը նաեւ մենք ենք հնարավորություն ունենում ուղղելու, արդյոք Արցախի էջը պիտի փակված համարել։ Ինձ համար իրոք նաև ես չեմ կարողանում մեկնաբանել ու տարօրինակել մարդ, ով ատամներով պաշտպանում է իշխանությունը, ասում է ոչ, Արցախի էջը չի կարելի փակված համարել։ Այսինքն նաև հակասություն ունենք մեր հանրության մեջ։ Եվ այս հակասությունները նաև առաջանում են տարբեր մանիպուլյացիաների արդյունքում, թե իշխանությունների, թե տարբեր շրջանակների կողմից, որը այո հստակ նպատակ ունի մոլորեցնել ժողովրդին եւ քարոզչությունը շատ լավ աշխատում է այո, եւ ընտրություններում կեղծիքների արդյունքում, բռնաճնշումների արդյունքում, տարբեր տեխնոլոգիաներ կիրառելու արդյունքում վերընտրվելու դեպքում ցույց տալ, որ սա ժողովրդի ընտրությունն էր։ Տիկին Հակոբյան, մենք Արցախյան շարժումից խոսեցինք։ Վերջերս այս շարժման մեջ նշանակալի ներդրում ունեցած Արցախի հերոս կոչմանը արժանացած Վիտալի Բալասանյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը պետք է անդամակցի Միութենական պետությանը։ Ինչ զգացիք, երբ լսեցիք այս հայտարարությունը եւ ինչ գնահատական կտաք դրան, քանի որ Բալասանյանը 20 թվականին եղել է ձեր նախագահի թեկնածուն, իհարկե հետագայում դուք առիթներ ունեցել եք ասելու, որ դրանից հետո դուք նրա հետ համագործակցությունը դադարեցրել եք եւ չեք կիսում նրա տեսակետները։ Գիտեք, երբ մեր կուսակցությունը ձևավորվեց, մենք հստակ ունեինք դիրքորոշում, որ որևէ անձ մեզ համար երբևէ չի կարող կուրք դառնալ, որևէ անձ չի կարող լինել այն առաջնորդը, որի հետևից մենք կույր գնալու ենք։ Եվ մենք այս մեր 8 տարիների գործունեության ընթացքում դա կարծում եմ մեր պահվածքով ենք նաև ցույց տվել։ Եվ այո, մենք 2020 թվականին առաջադրել ենք Վիտալի Բալասանյանին որպես մեր Արդարություն կուսակցության թեկնածու, մինչ այդ չունեինք որոշում նախագահի թեկնածու առաջադրելու, բայց առաջադրեցինք, որովհետև Վիտալի Բալասանյանը եկեք ընդունենք ու չի կարելի դրանից հետ կանգնել ու կեղծել, որ միակն էր ամբողջ Արցախում միակն էր, թե պատերազմի մասնակիցներից, թե ընդհանրապես պաշտոն զբաղեցրածներից, որ քաջություն ունեցավ եւ խոսեց այս իշխանությունների դեմ դեռևս 2018-ից, իսկ առավել ակտիվ 2019-ից։ Դուք հիշում եք, հա, առաջի այդ ձևակերպումը վերելակային դիվանագիտություն, դա հենց Վիտալի Բալասանյանն է արել եւ ինքը չի սխալվել եւ այն թող դնեն բոլորը, ով ուզում է հասկանալ կամ չգիտի, դնեն նայեն այդ ժամանակահատվածը ու տեսնեն, որ մարդը հստակ ասում էր ինչ է տեղի ունենալու եւ այո, ինչպես ինքը ասում էր, այդպես էլ տեղի ունեցավ։ Եվ այն ժամանակ գտնում եմ, որ նա լավագույն ընտրությունը պետք է լինի Արցախի նախագահի ես էլի վստահ եմ, որ այն ժամանակ ինքը լավագույն ընտրությունն էր եւ իրեն ընտրելու դեպքում եւ իր ընտրվելու դեպքում հաստատ մենք այն ելքը չէինք ունենալու եւ Արցախը կարողանալու էր դիմակայել, սկսած պատերազմի ժամանակահատվածից վերջացրած դրանից հետո տեղի ունեցող գործընթացներով։ 2020-ի ընտրությունների արդեն արդյունքներից հետո, երբ պարզ դարձավ, որ մենք 3 հոգեանոց խորհրդարանական ուժ ենք դառնում, իսկ Վիտալի Բալասանյանը չի ընդունում եւ չի մտնում խորհրդարան, մեր ցուցակում առաջիններ ինքը չմտավ խորհրդարան, մենք շատ այսպես ընկերական, բարի դրացիական հարաբերությունները շարունակելով որոշեցինք իրար ձեռք սեղմեցինք եւ այնուհետ մեր ճանապարհները իրարից բաժանվեցին, յուրաքանչյուրս տարբեր գրասենյակներում մեր գործունեությունը շարունակում էինք, մեր քաղաքական դիրքորոշում ունենք։ Երբևէ չի հրապարակվել օրինակ մեր տարբեր հակասություններ, որ մենք ունեցել ենք գեներալի հետ, ինքը մեր գործունեության մեջ է ունեցել իր լրիվ այլ կարծիք եւ դեմ է եղել մեր գործունեությանը, մենք ունեցել ենք իր գործունեությանը տարբեր, այսպես քննադատական, նաեւ գնահատականներ ենք հնչեցրել։ Բայց դա չի նշանակում, որ մենք ինչ-որ թշնամական հարաբերություններ ենք ունեցել, բնավ։
Շատ բան փոխվեց նաև երբ պարոն Բաղասարյանը ընդունեց այն ժամանակվա նախագահից պաշտոնի հրավերը, մենք դեմ էինք դրան, բայց ինքը ուներ իր մեկնաբանությունը, ասում էր, որ ինչ էլ լինի, ինքը Արցախը չթողնի եւ եթե իր աջակցության կարիք կա, ինքը անպայման ընդունելու է։ Ես հիշում եմ այդ թվականի տարեվերջին 20 թվականի մի հարցազրույց տվեց, որտեղ նշում էր, որ ամեն ինչ դեռ փոխվելու է, Հադրութի Ասկերանի տարածքները վերադարձվելու են։ Լիահույսեր, այսինքն ինքը արդեն այլ աչքերով էր նայում, մենք այլ աչքերով էինք տեսնում այդ ամենը։ Եվ բնականաբար իր գործունեության ընթացքում մենք նաև իր հետ ենք հանդիպումներ ունեցել, քննադատություններ են հնչել, այսինքն մենք ընդունել ենք որպես իշխանության անդամ Վիտալի Բաղասարյանին, բայց ունեցել ենք նորից եմ ասում մարդկային նորմալ հարաբերություններ։ Այստեղ տեղահանվելուց հետո ավելի пассив կեցվածք է ունեցել գեներալը եւ մենք այլևս տեղյակ չենք եղել իր գործունեությունից, իր շփումներից, իհարկե էլի մարդկային հարաբերությունները եղել են, եթե դու գիտեք արցախցիները իրար հանդիպում են ցավոք սրտի հուղարկավորությունների ժամանակ, այդպես տխուր միջոցառումների ժամանակ, այդ հանդիպել ենք, զրուցել ենք նաև այդպիսի ժամանակներում, ժամանակ առ ժամանակ ինչ որ առիթներով հանդիպումների ժամանակ, բայց ես ընդունում եմ իր հայտարարությունը որպես տեսակետ անձի եւ ցանկացած անձ ունի իր տեսակետը, չեմ կիսում տեսակետը, որովհետեւ 2023-ի արդեն այն ծանր ժամանակահատվածում, երբ օկուպացված էր Արցախը, այդ բլոկադայի ժամանակ, դուք հիշում եք Ռուբեն Վարդանյանը ճակատեր ստեղծել, որի ակտիվ անդամներն էինք նաև մենք, մեր խմբակցության անդամները, եւ այդ ժամանակ մենք տարբեր սցենարներ էինք դիտարկում, ցավոք սրտի մեր սցենարներում կար նաև տեղահանությունը, այսինքն բռնի տեղահանությունը, եւ այս ելքը եւս կար, մեր երբ մեկ-երկու կարծիք է հնչել, այսպես այդպես, հա, եւ միութենական ինչ որ պետություն եւ այլ ինչ որ պետության կազմ, ես ես ասեմ, որ ձայների մեծամասնությամբ մերժվել են նման քննարկումներ, այսինքն նման դիտարկում չի եղել, ինչու որովհետեւ իրականում խնդիրը, գիտեք, հողը ուղակի պահելու մեջ չէր, որովհետեւ ուղակի պահելու Նիկոլն էլ ուներ առաջարկ, եկեք ադրբեջանական դրոշը ընդունեք ադրբեջանական քաղաքացիությունը եւ ապրեք։ Այստեղ ամբողջ հարցը նրա մեջ էր եւ գիտեք, երբ Արցախը տեղահանվեց, այդտեղ քաղաքական որոշում չկար, այդտեղ ժողովրդի որոշումն էր եւ ժողովուրդը մի հիմքի վրա այդ որոշումը կայացրեց։ Ընտրել կամ արժանապատվություն, կամ տուն։ Եվ ժողովուրդը որոշեց, որ պիտի գնա արժանապատվության հետևից, որովհետև իրոք 30 տարվա պայքարը, շրջափակման ժամանակվա պայքարը, հպարտ պայքարը, չէր եղել ուղղակի քարշ գալու համար։ Դա եղել էր հանուն արժանապատվության։ Եվ հանուն արժանապատվությանն էլ տեղի ունեցավ այն ինչը, որ ցավոք սրտի տեղի ունեցավ։ Հետևաբար այլ տարբերակներ չեն դիտարկվել։ Հատկապես Արցախում տեղի ունեցածից հետո, երբ տեսանք ռուսական կողմի ինչ դերակատարում ունեցավ, ցավոք սրտի։ Այո, եւ մենք բնականաբար պատրաստ ենք համագործակցության ցանկացած պետության հետ, այդ թվում նաեւ Ռուսաստանի Դաշնության հետ, ով կփորձի խոսել կամ որևէ քայլ անել արցախցիների իրավունքների պահպանման կամ արցախցիների վերադարձի իրավունքի մասով, բնականաբար եւ Ռուսաստանը այդտեղ եւս բացառություն չի կարող լինել, բայց մենք բազմաթիվ հարցեր ունենք իհարկե Ռուսաստանի Դաշնությանը, որը ոչ առիթ, ոչ հնարավորություն չի եղել հնչեցնելու եւ առ այսօր չունենք պատասխաններ։ Իսկ ինչ եք կարծում, նույն Վիտալի Բալասանյանը իր այդ հայտարարությունը կարող էր Հայաստանի իշխանությունների ուղղորդմամբ անել, քանի որ դա նախ եւ առաջ վերջիններից շահերից էր բխում, եւ նշեմ նաեւ, որ նման հայտարարությունից հետո իր նկատմամբ քրեական գործ չհարուցվեց, բայց երբ հիշում ենք Գյումրիի քաղաքապետներ նման մի բան հայտարարել, անմիջապես արձագանքը բավականին կոշտ էր, քրեական գործ հարուցվեց ու նա առ այսօր գտնվում է անազատության մեջ։ Դե գիտեք, բերեք նախ չհամատենք Գյումրիի քաղաքապետին ու Վիտալի Բաղասարյանին, որտեղ Գյումրիի քաղաքապետը եւ Գյումրին ընդհանրապես ցույց տվեց, որ բավականաչափ մեխանիզմներ կան եւ Գյումրին այլևս այն մարդուն չի ընդունում, ով այդտեղից քայլելով եկավ եւ կործանեց ըստ էության թե Արցախը եւ թե վտանգեց Հայաստանի Հանրապետությունը։ Այստեղ լրիվ այլ բան է եւ հստակ Նիկոլը վտանգը
բնականաբար տեսնում էր եւ շարունակում է տեսնել Գյումրիից, որովհետեւ նույն ճանապարհով նաեւ Միքայել Սրբազանին փորձեցին լրացնել, հա։ Իսկ Վիտալի Բալասանյանի պարագայում մի քիչ այլ է հաստատ մոտեցումները, ես անկեղծ ասած տեղյակ չեմ, ես չեմ կարող ասել, բայց ճանաչելով իմանալով իմ ճանաչած Վիտալի Բալասանյանին, ես չեմ պատկերացնում, որ գեներալը երբևէ համագործակցության կգնա։ Միևնույն ժամանակ ես որևէ այլևս այս դարում որևէ բան չեմ ուզում բացառել, որևէ բանում չեմ ուզում վստահ լինել, բայց զուտ իմ սուբյեկտիվ համոզմունքն է, որ չի կարող նման բան տեղի ունենալ։ Տիկին Հակոբյան, վերջի շրջանում ակտիվ հանդիպումներ եք ունենում նաև արցախցիների հետ, որքանով տեղյակ եմ այսօր էլ մի հանդիպում ունեք, բայց իշխանության ներկայացուցիչները եւ նրանց խոսափողները պնդում են, թե արցախցիների մեծ մասը փաստացի տեղյակ չեն լինում այս հանդիպումներից եւ միայն յուրայինների հետ եք հանդիպում, այսպես ասած։ Կխնդրեմ նախ արձագանքեք այս մեղադրանքներին ձեզ ուղղվող եւ նաև նշեք ինչ տրամադրություններ են այս շրջանում տիրում արցախցիների շրջանում։ Դե գիտեք ինչ հրաշալի է, եթե մենք յուրայինների հետ հանդիպումը, օրինակ ամենաքիչը այն էլ չենք կարողանում կառավարել, որովհետև մեր ձևաչափերը հանդիպման լրիվ այլ նպատակ են հետապնդում, հասկանալ իրականությունը եւ այդ իրականությունը հասկանալու համար մենք չենք ուզում շատ մեծ հանդիպումներ կազմակերպել, այսինքն այն ձևաչափը, որը մենք ունենք, դա 50-60 մարդու հետ է նախատեսված, բայց երբեմն դա կառավարել չի լինում եւ հասնում է 200-250 հոգյանոց խմբերի նույնիսկ հանդիպումը եւ եթե ես այդքան յուրայիններ ունեմ արցախցիների մեջ, մենք այդքան յուրայիններ ունենք, նշանակում է հենց այո մենք ենք եւ ունենք այդ իրավունքը խոսել արցախցիների անունից։ Ես այս ագրեսիվ արձագանքից ենթադրում եմ, որ նրանց անհանգստացնում է հանդիպումների փաստը։ Եվ ինչպես դուք եք ասում, ցավոք սրտի այդ խոսափողերը իրենք փոխել են։ Հասկացան, որ երբ խոսափողերը իշխանական թևից են, այդքան ազդեցիկ չի։ Եվ իրանք գտան 1, 2, 3, 10 մինչև արցախցի ծագումով ցավոք սրտի, բայց արցախցի կոչվելու իրավունք չունեցող խոսափողներ, որոնց բնական է արցախցիները ճանաչվում, որտեղ ես այս ժամանակահատվածում դուք չեք պատկերացնում հարյուրավոր նամակներ ու զանգեր եմ ստանում, որ Տիկին Հակոբյան հանկարծ լուրջ չվերաբերվեք, դուք իմացեք, որ Արցախցու տեսակետը չեն իրենք հայտնում։ Եվ դրանք այն մարդիկ են, ովքեր ոչ կրթություն, ոչ մասնագիտություն, երբևէ Արցախում չեն աշխատել, ցանկացած իշխանության ինձ ներող եղեք այս արտահայտության համար, բայց գրպանում են ապրել։ Իրոք այդպես է եղել եւ իրենց բոլորը գիտեն, բոլորը ճանաչում են։ Կան մարդիկ, ովքեր իմ նկատմամբ կոնկրետ անձնական թշնամանք ունեն, պայմանավորված են հանգամանքով, որ 2020-ից հետո, երբ մի քանի անձանց գրպանում էր տեղավորվում ողջ բյուջեն եւ իրենք ուղղակի իրենց լկտի ու ցինիկ պահվածքով կարող էին որոշել, որ զոհվածի ընտանիքի տան ենթադրենք տանիքը, որը ռմբակոծությունից հետո ավիրվել էր կամ տունը ավիրվել էր, պետք չէ կառուցել, բայց դրա փոխարեն պետք է իրենց յուրայինի կամ այն մարդու տունը կառուցել, ով 90-ականներից ենթադրենք Ռուսաստանի Դաշնությունում է կամ այլ երկրում է, եւ երբ ես այդ բացահայտումները արեցի եւ բավականին լուրջ արձագանք ստացավ, այդ մարդիկ այն ժամանակ շատ ծանր դա եւս տարան եւ փորձեցին էլի նույն կերպ, այդպես բարձրախոսի կերպարկ ընդունելով ինչ որ մեղադրանքներ ուղղել։ Նաև լկտի կեցվածք ընդունեցին ու այո, ոչ իրական մեղադրանքներ, կեղծ, հա, հայտարարություններ անել, ինչը բնական է շարունակվում է հիմա եւ բնական է, որ այսօր ինչպես կարող են իրենք Հայաստանի մեր հայրենակիցների մոտ տպավորություն ստեղծել, խորացնել համոզմունքը մեր հայրենակիցների մոտ, որ այո, Արցախում գոյություն ուներ այդպես ինչ որ մի խումբ, խմբեր, խմբակ, ինչպես իրենք են սիրում կլան, հա, որը թալանով էր միայն զբաղված։ Եվ այդ թալանով շարունակում է նաև զբաղվել այստեղ։ Իհարկե եղել են մարդիկ եւ այս խոսացողները հենց այդ թալանի մասնակիցներից են, որ այն ժամանակ չգիտես ինչու, երբ ես էի բարձրացնում, իրենք անհանգստացնում էին, բայց անհանգստանում էին հակառակ ուղղությամբ։ Հիմա սկսել են նաև շատ լավ գիտենք
այդ մարդիկ արդեն իսկ բարձել ենք իշխանության որ թևի ուղղորդմամբ են, իրենք կոնկրետ ֆինանսական ինչպիսի խնդիրներ ունեն, իսկ ունեն բնականաբար ֆինանսական խնդիրներ, որտեղ իրենք երբևէ չեն աշխատել, մասնագիտություն չունեն, հետեւաբար իրենք էլի պիտի ինչ-որ մեկը իրենց ֆինանսավորի կրթված չեն, այո, եւ այս ներկայիս կրթողները, որոնք նորաձև են, իրենք բնականաբար ապահովում են նաեւ իրենց ֆինանսական խնդիրներին լուծում են տալիս, հետեւաբար իրենք պատրաստ են դրա դիմաց խոսել, պահել իրենց այնպես, ինչպես իրենց տերերը իրենց կասեն։ Դա որևէ կապ չունի ժողովրդի հետ։ Ժողովրդի շրջանում ինչ տրամադրություններ կան։ Շատ ծանր, բայց գիտեք, մի շատ կարևոր հուսադրող բան կա ժողովրդի կողմից, որ մենք ենք ստանում։ Չկա այդպիսի հանդիպում, տեսեք 4 հանդիպում արդեն եղել է։ Փորձում ենք տեմպը արագացնել հանդիպումների, ավելի շատ մարզերում լինել, իհարկե դա նաև մեր ռեսուրսից է կախված, ինչը շատ համեստ է եւ հնարավորությունները այդ առումով համեստ են, դրա համար ավելի հաճախ չեն տեղի ունենում դրանք։ Ասեմ ձեզ, որ շատ տեղերում մեզ ընդհատել են, երբ մենք փորձել ենք խոսել սոցիալական խնդիրներից եւ հետաքրքիր է եւ երիտասարդ տղաներ, աղջիկներ եւ շատ տարեց մարդիկ եւ զոհվածի մայրեր, կանայք ու հանդիմանել են մեզ ասելով, որ գիտեք ինչ, մենք մի կերպ դեմ կգենանք, կկարողանանք մի կերպ այս սոցիալական բեռի տակ ապրել։ Դուք մեզ ասեք ինչ եք անում, որպեսզի մենք մեր տները վերադառնանք, որպեսզի մենք կարողանանք մեր որդիների, մեր ամուսինների, մեր եղբայրների ու քույրերի շիրիմներին ծաղիկ դնել։ Դուք դա ասեք։ Իմացեք, որ մենք միայն դա ենք ուզում, մենք այլ բան չենք ուզում։ Հա սա է իրականությունը, մեր իրական սոցիալական ցանցերը երբեք ցույց չեն տալիս արցախցիների իրական վիճակը։ Սոցիալական ցանցերում հիմնականում ակտիվ արցախցիները այն պատկերը չէ, ինչը որ կա իրականում, հա, եւ իրականում այո մենք տեսնում ենք ժողովուրդ, ես կարող եմ նույնիսկ ձեզ մոտավոր արդեն այսպես տվյալներ տալ, տեսեք ի տարբերություն, հա, այս իշխանությունների հայտարարությունների, որ այլևս որևէ խնդիր չունեն արցախցիները Հայաստանի Հանրապետությունում։ Տեսեք, թիվ եմ ասում, որը միգուցե նույնիսկ պատկերացնելի չլինի։ Արցախցիների 98%-ը բնակարանի խնդիր ունի։ Արցախցիների 80%-ը աշխատանքի խնդիր ունի։ Դուք պատկերացնում եք սրանք ինչ թվեր են։ Եվ այս սոցիալական ծանր բեռի տակ արցախցիների 55%-ը չունի այլ նպատակ, այլ երազանք, այլ ցանկություն, քան Արցախ վերադառնալը։ Արցախցիների 44%-ը ունի նույն երազանքը, միայն թե չի պատկերացնում դա ինչպես պիտի տեղի ունենա։ Ընդամենը 1%-ն է, որ այլևս չունի ցանկություն վերադառնալու եւ իր ապագան, հետագան պատկերացնում է Հայաստանի Հանրապետությունում։ Դուք հասկանում եք, սա իրականությունն է, որը մենք նաև մեր հանդիպումների ընթացքում հատուկ այդպես քրտիկների միջոցով, որը լրացնում են արցախցիները, մենք կարողացել ենք հաշվարկել։ Եվ 4 տարբեր շրջաններում լինելով պատկերը նույնն է ստացվում։ Այսինքն սա Արցախցու ընդհանուր նպատակն է։ Եվ եթե մենք այլ իշխանություն ունենանք, այս ամեն ինչը կարելի է շատ արդյունավետ ձևով կապիտալիզացնել ու արդյունքի հասնել։ Իհարկե, միանշանակ։ Տեսեք, եթե անդրադառնամ սոցիալական վիճակին, որի քննարկումը եւս տեղի է ունենում, ես ուզում եմ մեր հայրենակիցները իրականությունը իմանան, որտեղ տպավորությունը, որ այս իշխանությունները ամեն ինչ ստեղծել են արցախցիների համար, թե տանիք, թե ապրոստի միջոց։ Տեսեք, բնակարանային ծրագիր գոյություն ունի, որը որևէ կերպ չի ստացվում։ Սովորական բնավեր տնավեր եղած արցախցու մոտ օգտվել այդ ծրագրից։ Հարցը իրոք եւ գումարի քչության մեջ է եւ այն գործընթացի, որը իրենք այսպես այդ որոշման մեջ։ Այդ որոշումը այն փոքրիկ հատվածը, որ կարողացել է օգտվել բնակապահովման այդ վայ ծրագրից, օգտվել են միայն այն մարդիկ, ովքեր ձեռք են բերել սահմանամերձ
գոտիներում միայն, օգտվել են այն մարդիկ, ովքեր բնական են ունեցել, այնուհետև սերտիֆիկատի գումարը ուղղել են հիպոթեկի մարմանը, եւ այն մարդիկ, ովքեր գումար ունեին, ավելացրել են։ Եվ տեսեք, այս ուղղությամբ արցախցիները մեզ ինչ են առաջարկում։ Տարբեր մարզերում ի տարբերություն էս իշխանությունների, որոնք ներկայացնում են, որ բոլորը ուզում են քաղաքներում ապրել, այդպես չի։ Մարդիկ ասում են համայնքներում լիքը այդպես հողեր կան, որտեղ կարելի է ուղղակի տներ կառուցել եւ ժամանակավոր, հենց արցախցին է ասում, տրամադրել արցախցիներին։ Թեման ծավալուն է, չեմ ուզում շատ մանրամասնել, նույնը նաև այդ ծրագրերն են, իբրև թե սոցիալական, որ իրականացնում են, տեխնիկական, մարդկային, իրենց ռազմավարության արդյունքում արցախցիների մեծ մասը, որ իբրև թե պիտի շահառու լիներ 30,000-ականները ստանալուն, խոսքս անչափահասների, թոշակառուների եւ հաշմանդամների մասին է, բավականին հատված կա, որ ուղղակի չի կարողանում ստանալ եւ այդ հարցը դառնում է արդեն անլուծելի, նաեւ հրատապաջակցությունը 40+10-10-ը այնպիսի, այսպես մեխանիզմներ են ներդրել այդ ծրագրում, որ արցախցիների մեծ մասը, ով 55+-ից պակաս եկամուտ ունի, չեն կարողանում եւս օգտվել այդ ծրագրից, այսինքն այն թվերը այն իրականությունը, fake իրականությունը, որը ներկայացնում է իշխանությունը, որևէ կապ չունի այն իրականության հետ, որը մենք տեսնում ենք կոնկրետ շփումների եւ հանդիպումների ընթացքում։ Բայց դրան զուգահեռ նաև Հայաստանի իշխանությունը վերջերս հրաժարվեց Ռուսաստանի կողմից արցախցիներին տրամադրվող սոցիալական աջակցությունից։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը անգամ զարմանք էր հայտնել, նշելով, որ ցանկությունը եւ պահանջարկը այդ օգնության կար։ Սա ինչով է պայմանավորում, ինչու իշխանությունը նման քայլի գնաց։ Գիտեք, հետաքրքիր է, ինչպես է սկսվել ընդհանրապես այդ ռուսական այդ ծրագիրը, 3 կազմակերպությունների ծրագիր է։ Մենք հասարակական կազմակերպությունը, մեր հասարակական կազմակերպությունը Արդարություն եւ Վերադարձ, որը գրանցեցինք անմիջապես արդեն բռնի տեղահանումից հետո 2023-ի դեկտեմբերին արդեն կար։ Մենք նման գործունեություն, որի մասին չենք խոսում, հավատացեք, նման գործունեության մասին աշխատում ենք չխոսել, որովհետև կարծում ենք, որ բարի գործեր անելը, սոցիալական ծրագրեր իրականացնելը դա պետք է լուր, սուսուփուս արվի եւ մարդկանց չթիրախավորել ուղղակի։ Այո, այն կողմ միանշանակ։ Մենք տարբեր նման ծրագրեր ենք արել եւ նաեւ այդ ծրագրերի շրջանակում դիմել ենք տարբեր երկրների։ Ի ուրախություն մեծ ամենաարագ արձագանքը ունեցել ենք Ռուսաստանի Դաշնության կողմից։ Իդեպ մեր հասարակական կազմակերպությունը դիմել էր ուղիղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարին, որ այսպիսի իրավիճակ կա Հայաստանի Հանրապետությունում, մարդիկ ծանր վիճակում են եւ այն սոցիալական աջակցությունները, որ իբրև թե տրամադրում են Հայաստանի իշխանությունները, թիրախային չեն, վատ աշխատանքի արդյունքում չի ասնում են մարդկանց, ովքեր դրա կարիքը իրականում ունեն, եւ այսպես շարունակ բնութագրել ու նկարագրել էին։ Ինչին արագ արձագանքեցին եւ 2 օր հետո մենք պատասխան նամակ ենք ստացել, իհարկե տեխնիկական մասը մոտ 2 կամ 3 ամիս տևեց, մինչ իրենք պատկերացրեցին ու հասկացան, մեր հետ հանդիպում ունեցան այդ կազմակերպության ներկայացուցիչները եւ նաեւ հենց իրենք առաջարկեցին, որ այդ բեռները ոչ թե ներկրվեն Ռուսաստանի Դաշնությունից, այլ գնվեն հենց Հայաստանի Հանրապետություն, որը հենց իրենք կիրականացնեն այդ գնումները։ Իշխանությունը Ոչ, արցախցիները։ Ոչ, Ռուսաստան այդ ռուսական կազմակերպությունները, 3 կազմակերպություններն են դրանք։ Ինչու իրենք այդպիսի որոշում կայացրեցին, նախ ներքին այդպես նախ օգուտ տալու համար, նաև Հայաստանում միջին փոքր բիզնես ունեցողներին, իրենք հենց այդպես էլ անում են, առևտուրը այդպիսի կազմակերպություններից էին անում։ Հենց այդ ռուսական կազմակերպությունները իրենք էլ գնումները կատարում էին։ Մենք որևէ կապ չենք ունեցել, ուղղակի մենք առաջարկն ենք արել, որ օգնության կարիք ունեն։ Եվ այն ժամանակ մենք նշել էինք 6300 ընտանիք, եթե չեմ սխալվում, ընթացքում այդ ծավալը իրենք մեծացնեցին եւ արդեն ես թվերին այլևս չեմ տիրապետում, բայց հաստատ 10000, 15000 ընտանիքը անցել է, որտեվ փուլ առ փուլ իրենք անդադ ավելացնում են։ Ինչու իդեպ ասեմ, որովհետև հենց սկզբում խոչընդոտեցին էլի իշխանությունները, երբ իրենք ուզում էին թիրախային խմբերին այդ օգնությունը տրամադրել եւ դրա համար
ցանկություն կար փաստաթղթերը տեսնելու, իշխանությունները, եթե հիշում եք, այն ժամանակ վայնասուն բարձրացրեցին եւ թույլ չտվեցին դա անել։ Դրանից հետո ռուսական կազմակերպությունները ուղղակի իրենք սկսեցին այցելություններ կատարել մարզեր, այնտեղ որտեղ հնարավոր էր լինում ճշտել թիրախային խմբերը տալ, այնտեղ որտեղ հնարավոր չէր լինում աճ ու ձախ ուղղակի բաժանել։ Դրանով նաեւ պայմանավորված սկսեց մեծանալ ծավալը, իրենք պատրաստ էին նույնիսկ ծախսերը մեծացնել, բայց չգնալ համագործակցության իշխանության հետ։ Ես հիմա կբացատրեմ նաեւ ինչու։ Եվ վերջերս արդեն մինչև մայր շարունակվում է Երևան քաղաքում ներկայացությունում իրենց կամավորական խումբը այնտեղ էր, իրենք բերում էին, իրենք էլ բաժանում, ուղղակի տարածքը տրամադրել էր ներկայացությունը եւ ի ուրախություն ինձ, երբ ես ներկայացությունում էի, բավականին շատ ծանոթ արցախցիներ եմ տեսել, որոնց անձամբ ճանաչում եմ, որոնք գիտեմ զոհվածի ընտանիք եւ իրենք հուզված ասում էին, որ այս շուտով 3 տարի կլինի, տեսեք զոհվածի ընտանիք է, բայց ինքը երբևէ որևէ աջակցություն, որևէ տեսակի չի ստացել, որևէ մեկի կողմից եւ ուրախացած ես ինքս նայել եմ, ժողովուրդը ուներ դրա կարիքը եւ հոգեբանական էր այդ կարիքը, գիտեք, իրոք, եւ այո, սոցիալական էր, եւ ես անձամբ եմ նայել իրերը, բավականին բարձրակարգ եւ սնունդը ու բավականին ծանր, որ հնարավոր չէ դա մեկ մարդ տաներ, հա, եւ հիգիենայի այդ խնամքի պարագաները։ Այսինքն սա ծրագիր էր, որը քաղաքականությունից զատ էր, քաղաքականությունից դուրս էր եւ խիստ կար դրա կարիքը։ Ինչու Հայաստանի իշխանությունները այսպեսի վայնասուն բարձրացրեցին եւ այդ ձևակերպումը տվեցին իբրև նախընտրական քարոզարշավ, արդեն բավականին երկար ժամանակ այս process-ը գնում է, ես ցավոք չեմ հիշում, եթե չեմ սխալվում ամառը, հա, նախորդ ամառվանից է սկսվել, ինչ կապ ունի նախընտրական քարոզարշավը դրա հետ կամ ով է այդտեղ ներգրաված ընդհանրապես այնտեղ կամավորները պատանիներ են, ուսանողներ են, երիտասարդներ են եւ բացառապես ռուսական հասարակական 3 կազմակերպություն են եւ շահառուներն էլ մեծ մասամբ Հայաստանի քաղաքացիներ չեն։ Այո, մեծ մասամբ Հայաստանի ինչ կապ ունի այստեղ քարոզարշավը կամ ում են գնալու այդ պարագայում ընտրելու այնտեղ ներկայացության առաջի հարկում այդ կամավորները նստած ոչ մի քաղաքական գործիչ շուրջ բոլորը չկա, ես ինքս անցել գնացել բարձրացել եմ եւ ես որևէ բան այնտեղ չեմ տեսել, բացի արցախցիներից, որոնք ստանում են այդ աջակցությունը։ Գիտեք, ես հասկանում եմ անհանգստությունը նաև ռուսական կողմի եւ մնացած այլ կազմակերպությունների, որովհետեւ այս իշխանությունների հետ նման գործընթացները իրականացնելու պարագայում սոցիալական աջակցության, որովհետեւ մենք գիտենք նաև այլ կազմակերպություններ, միջազգային կամ դոնոր կազմակերպություններ, որոնք համագործակցել են իշխանությունների հետ, մենք շատ լավ տեսել ենք դրա հետևանքները։ Իրենց սոցիալական աշխատողները իբրև թե որոնք պարտավոր էին գոնե ամեն մեկը իր տարածքում մտներ յուրաքանչյուր արցախցու տուն, տեղում իրականում իր աչքով տեսներ եւ կարիքը գնահատեր։ Ես դες կարող եմ ասել հարյուրավոր արցախցիներ, որոնք ինձ զանգահարել են ու զարմացել են, ինչու այդ աջակցությունները տարբեր միջազգային կառույցներից եկած իրենց ընտանիք չի մտել, այլ մտել է այնպիսի ընտանիք, որտեղ փառք Աստծո հայրը, մայրը ողջ են, աշխատանք ունեն, որևէ սոցիալական խնդիր գոնե շատ ծանր այդ առումով չունեն, ինչ ենթադրենք են ընտանիքում, որտեղ միայնակ մայրը օրինակ 4 անչափահաս երեխաներին է մեծացնում եւ ինքը ֆիզիկապես այո աշխատելու հնարավորություն չունի, որտեղ երեխաներին պիտի հոգ տանի, բայց այդ ընտանիքի դուռը որևէ մեկը չի ծեծել, բայց այս իշխանությունները ներկայացնում են եւ փորձում էին ճշտել, որ դա սոցաշխատողների աշխատանքի արդյունքում ձևավորված թիրախային խմբերն են, որոնց տրվել է այդ աջակցությունը։ Այսինքն սա շատ լավ տեսնում են նաև այն կառույցները, այդ դժգոհությունը տեսնում են նաև այն կառույցները, որոնք այդ աջակցությունը տրամադրել են եւ հետեւաբար հաջորդ քայլով արդեն իսկ խուսափում են։ Նույնը վերաբերվում է նաև այս դրամական աջակցություններին, որը շատ լավ գիտեք, այս իշխանությունները ինչքան էլ ներկայացնեն մեր հայրենակիցների մոտ, որ դա պետբյուջեից կամ հարկերից է, դա տարբեր դոնոր կազմակերպություններից միջազգային կամ այն պետություններից է, ովքեր այս փախստականների միջազգային կոնվենցիային միացած են եւ ունեն պարտավորություններ, այդ իրենց միջոցներից այդ 30,000-ականները, որոնք պիտի տրամադրվեն արցախցիներին, իմ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ես
առնվազն այդ փոքրաթիվ, 5 տասնյակ, 6 տասնյակ կամ նույնիսկ 200 հոգու մեջ որ հանդիպում ունենում ենք 10-20 հոգի ինձ դիմում են, որ անհասկանալի պատճառներով ուղղակի չեն ստացել, երբ փորձում ենք հետքերով գնալ, ինչ-որ ճանապարհի կորել է այդ գումարը ուղղակի, ինչ որտեղ միջազգային կազմակերպությունը ֆինանսավորում արել է, այնպիսի բանկով են արել այդ միջազգային կազմակերպությունը այդ ֆինանսավորումը, մեկ անգամյա հաշիվ են բացել մարդուանով, այդ մարդը երբևէ այդ բանկում հաշիվ չի ունեցել, իր տեղը կորցնում է բանկը, իր տեղը կորցնում է, չգիտեմ, սոցապը, այդ մարդը չգիտի որտեղ պիտի ստանա, գնում է սոցապ, ասում են փոխանցումը կատարվել է, ինչ բան գնում է այդ բանկում ասում են ձեր անունով փոխանցում չի կատարվել եւ հետագիծը կորում է, հավատացեք, բավականին շատ դեպքեր են եղել, որ այդպես էլ այդ գումարը մարդիկ ուղղակի չեն ստացել։ Տեսնում են, չէ՞, այդ միջազգային կառույցները, այս իշխանությունների հետ գործը բռնելու դեպքում կամ դա իրենց այդպես հաճույքները շարունակելու համար են երևի թե օգտագործում կամ ուղղակի ոչ լուրջ վերաբերմունք, ոչ պրոֆեսիոնալ, չկարողանալու արդյունքում ուղղակի չի հասնում են մարդկանց ում որ պիտի հասնի։ Եվ սրանով է պայմանավորված նաև որ շատ այսօր կազմակերպություններ փորձում են այդ ամենը անել իրենց այստեղ գործընկեր կազմակերպությունների կամ ինչ որ հասարակական կազմակերպությունների կամ ինչ որ հիմնադրամների միջոցով շրջանցելով իշխանությունների դեպ նման իրավիճակ էր նաև Արցախում 2020-ի պատերազմից հետո։ Եվ Տիկին Հակոբյան, քանի որ մենք մոտենում ենք ընտրություններին, կխնդրեմ նշեք այս մասով արցախցիների շրջանում ինչ տրամադրություններ կան, ովքեր Հայաստանի քաղաքացիություն են ստացել, մտադիր են մասնակցել եւ առավելապես որ ուժերին են վստահում, քանի որ ես մի այսպիսի միտում եմ նկատում, որ առանցքային ընդդիմադիր դերակատարները, ովքեր իշխանության հայտ են ներկայացնում, կարծես թե փորձում են Արցախի մասին չխոսել։ Գիտեք, այո, եւ բոլոր ուժերը, ովքեր փորձում են առանձին ներկայացնել, որ արցախցիները հենց բոլորը իրենց հետ են եւ կարող եք տեսնել, 1-2 հոգու իրենց հավաքների ժամանակ, որոնք ցույց են տալիս, որ արցախցիները իրենց հետ են։ Նորից եմ փաստում, որ իրական շփումների ժամանակ արցախցիները այնպեսի մոլորված վիճակում են եւ ընդհանրապես արցախցիները որոշում չունեն։ Միակ որոշումը որ կա, որտեվ նայեք, ուզում եմ նախ սկսել նայից, որ մեր հանդիպումները բացառապես որևէ քաղաքական այսպես գիծ չունեն, իրականում չունեն։ Մենք ընդհանրապես նախապես որևէ բան չենք խոսում, այլ բան է, եթե մեզ նման հարց են տալիս։ Որտեվ այս մեղադրանքն են ձեզ ներկայացնում, որ մարդկանց ուղղորդում եք։ Այո, ես չեմ էլ խուսափի ասել, որ այո ուղղորդում եմ եւ հիմա ասեմ ինչպես եմ ուղղորդում։ Երբ որ ինձ են հարցնում, ոչ թե ես եմ սկսում, այլ երբ որ ինձ են հարցնում։ Եվ ես ասեմ, չկա այդպիսի հանդիպում, որ արցախցիները չասեն, բա մենք ինչ ենք անելու։ Չնայած ասեմ, այդ առումով այս իշխանությունները լավ հաշվարկ են արել ու իրենք գիտեն, որ արցախցիները իրենց չեն ընտրելու եւ հենց դրա համար էլ այսօր քաղաքացիություն ստանալը դարձել է մեծագույն խնդրեմ Հայաստանի Հանրապետությունում։ Եվ շատ-շատերը ուղղակի չեն կարողանում ստանալ քաղաքացիություն, հետեւաբար զրկված են լինելու նաև ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Ինչևէ, երբ դիմում են ու հարցնում են, միանշանակ իմ պատասխանը մի նախադասություն է, որ մեջքով այս իշխանություններին, դեմքով ազգային ուժերին։ Կոնկրետ որևէ ուժի ուղղորդում չկա մեր կողմից։ Ասեմ ինչու։ Եվ երբ որ մարդը փորձում է կոնկրետացնել, այսինքն իր համար իմ պատասխանը բավարար չէ։ Ցանկություն է ունենում լսելու կոնկրետ ինչ-որ ուժի անուն, ես այդ ժամանակ խնդրում եմ, որ դեռևս սպասեն։ Սպասեն ինչու, որովհետև այո, մենք պիտի հստակ իմանանք այն ուժը, որը հավակնում է գալ իշխանության, արդյոք իր ծրագիրը ունի արցախցիների մասով եւ արդյոք այդ ծրագրի մեջ հստակ այսպես օրակարգում է արցախցիների վերադարձի իրավունքը մեր ռազմաքաղաքական եւ մյուս հայրենակիցների այդ պատանդարված եւ գերեվարված հայրենակիցների ճակատագիրը եւ ինչպիսին է իր վերաբերմունքը։ Ես նաեւ հասկանում եմ, որ նախընտրական փուլում եւ շատեր այսպես հանգիստ կարծես թե դասական քաղաքական իրավիճակ են ստեղծել, կոմֆորտ զոնա է այդ առումով եւ յուրաքանչյուրը պատկերացնում է, որ հենց ինքն է հաղթելու, շատերը նաեւ խուսափում են Արցախի մասով խոսել։ Եվ երբ փորձում ես իրենցից անձամբ ճշտել, իրենք ասում են դե իհարկե մենք ունենք այդ թեման, բայց դրա մասին չենք խոսում։ Գիտեք, մեզ իրականում այո նաև երաշխիքներ են պետք է դառումով։ Երաշխիքներ, եթե դա կլինեն առանձին հանդիպումներ,
բացառապես Արցախի այս մնացած փոքրիկ իշխանությունների հետ, քիչ, հա, adekvat հատվածի հետ, ոչ թե այն մարդկանց, ովքեր կարող են նաև ներկայանալ իշխանություններ, բայց ցուցադրական հարել ինչ-որ թևերի, ոչ, կոնկրետ այդ իշխանությունների հետ, եթե կլինեն կոնսուլտացիաներ, այդ պարագայում նաև կտեղեկացվենք, թե ինչպիսին են լինելու իրենց մոտեցումները եւ մենք կհասկանանք, որ դա հստակ է, այդ ժամանակ բնականաբար նաև կլինեն այդ առումով ժողովրդի հետ հանդիպումները եւ ուղղորդումները։ Այս պահի դրությամբ բնականաբար միակ ուղղորդումը հակառակ կանգնել այս իշխանություններին, որևէ կերպ չգնալ մանիպուլյացիաների եւ էջմիածնի օրինակը իրենց համար ցանկացած արցախցու համար պիտի դաս լինի, երբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից կարճ ժամանակ առաջ հայտարարեցին, որ էջմիածնում եւս սերտիֆիկատը յուրաքանչյուր անձին տրվելու է սերտիֆիկատի շրջանակներում 4 միլիոն, իդեպ հենց այդ հայտարարության օրը աստղաբաշխական ձևով էջմիածնում գները թանկացան եւ ինչպես որ խնդիրը կար էջմիածնում արցախցիների մենք ունեցել ենք հանդիպում էջմիածնում այդ ընտրություններից հետո այնպես էլ շարունակում է մնալ, ավելի դժվարացել է եւ ինչպես մեր հայրենակիցներն են ասում 3 միլիոնի ժամանակ ավելի խելամիտ էր բնակարան ունենալը, քան 4 միլիոնի ժամանակ որ արդեն անհնար է դարձել էջմիածնում որտեղ իշխանության կառավարման ողջ հմայքը այո, բայց իրենք այո կարողացան դրանով շեղել արցախցիներին եւ ցավով եմ նշում մի հատված կար արցախցիների, որոնք հենց ընտրեցին ներկայիս այդ ղեկավարին, հա, այո ԿՊ-ի տեխնացուին ցավոք սրտի եւ հետեւաբար մենք այդ օրինակը անընդհատ բերում ենք եւ հորդորում ենք, խնդրում ենք, զգուշացնում ենք զերծ մնալ նման մանիպուլյացիաներից եւ իրոք վառ պայել սրտում եւ հոգում եւ համոզված լինել, որ ազգային իշխանություններ ունենալու պարագայում Արցախ վերադարձի հարցը որևէ կերպ չի փակվելու եւ հակառակը հնարավորություն է ստեղծվելու արդեն արտաքին այդպես բանակցային գործընթացներում օրակարգային հարց որպես ունենալ։ Շնորհակալ եմ Տիկին Հակոբյան հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Արցախի Հանրապետության ազգային ժողովի արդարություն խմբակցության падգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ Կհանդիպենք։